Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 8։ Այսպես է ասում զորացտերը, թե այս ժողովուրդն ասում է. ժամանակը չի եկել, Տիրոջ տունը շինելու ժամանակը։ Անգե 1-2 խոսք։ Նրանք, ովքեր Աստծո համար են աշխատում, կարող են փոթորկի պատճառով հեռացվել իրենց գործից, սակայն պետք է կրկին վերադառնան դրան։ Նրանք չասացին, թե տաճար չեն կառուցելու, այլ ասացին, դեռ ժամանակը չէ։ Այդպես էլ մարդիկ չեն ասում, թե երբեք չեն ապաշխարի, չեն ուղղվի և աստվածապաշտ կյանք չեն ապրի, այլ ասում են, դեռ ժամանակը չէ։ Եվ այսպես այն մեծ գործը, որի համար մենք աշխարհ ենք ուղարկվել, մնում է չկատարված։ Մեր մեջ կա մի հակում, սխալ կերպով ընկալելու մեր պարտքի կատարման ճանապարհին հանդիպող հուսահատեցնող հանգամանքները, կարծելով, թե դրանք մեզ ազատում են մեր պարտականությունից, մինչդեռ դրանք միայն մեր քաջությունն ու հավատքը փորձելու համար են։ Նրանք անտեսեցին Աստծո տան շինարարությունը, որպեսզի ավելի շատ ժամանակ և գումար ունենան աշխարհիկ գործերի համար, և որպեսզի պատիժը համապատասխաներ մեղքին, այն աղքատությունը, որից նրանք կարծում էին, թե կխուսափեն տաճարը չկառուցելով, Աստված բերեց նրանց վրա հենց այն պատճառով, որ նրանք չկառուցեցին այն։ Բազմաթիվ բարի գործեր են մտադրվել, բայց չեն կատարվել, որովհետև մարդիկ կարծել են, թե դրանց համար հարմար ժամանակը դեռ չի եկել։ Այսպես հավատացյալները բաց են թողնում օգտակար լինելու հնարավորությունները, իսկ մեղավորները հետաձգում են իրենց հոգու փրկության գործը, մինչև արդեն շատ ուշ է լինում։ Եթե մենք աշխատում ենք միայն այն կերակրի համար, որը կորչում է, ինչպես այստեղ հրեաները, ապա վտանգի տակ ենք դնում մեր աշխատանքի արդյունքը, բայց եթե աշխատում ենք այն կերակրի համար, որը մնում է հավիտենական կյանքի համար, կարող ենք վստահ լինել, որ Տիրոջ մեջ մեր աշխատանքը զուր չի լինի։ Եթե ցանկանում ենք վայելել ժամանակավոր բարիքների մխիթարությունն ու շարունակականությունը, ապա Աստված պետք է լինի մեր ամենամոտ բարեկամը։